Դե ինչ լույս առավոտին շարունակում ենք եթերը սկսեցինք շատ հագեցած, լավ երաժշտությամբ, խոսեցինք թատրոնից, խոսեցինք թանգարանից, բայց այս ֆանտաստիկ թեմաների կողքին կան շատ ցավոտ թեմաներ, որոնց անդրադարձը մշտապես կարևոր է։ Եվ այսպես նախորդ տարվա ավարտին առաջարկ Հայաստանի նախագծի շրջանակներում հայտարարվել էր երիտասարդական մրցույթ, որի կարգախոսն էր լավագույն լուծումներն առաջարկում են երիտասարդները։ Նրանց հետաքրքիր ու տարբեր ոլորտներին վերաբերող գաղափարները ներառվեցին առաջարկ Հայաստանին ծրագրում։ Թմրամոլության դեմ պայքարի լուծումներ առաջարկող երիտասարդների խումբը հանդիպեց Գագիկ Ծառուկյանի հետ եւ ներկայացրեց այդ պայքարում իրենց գաղափարներն ու ծրագրերը։ Կարևորվեց մարզաշխարհը հանուն առողջ սերնդի նախաձեռնությունը, որի հանրային կազմակերպիչներն են հայտնի մարզիկներ Արթուր Ալեքսանյան, Ռիփսիմեն Խուրշուդյանը եւ Մալխաս Սամոյան։ Հանդիպման ընթացքում հստակեցվեցին պայքարի ուղղությունները, իրազեկում, կանխարգելում, առողջ ապրելակերպ եւ տեղեկատվական հարթակների վերահսկում տրամեջոցների տարածման դեմ։ Այս շատ կարևոր թեմայի շուրջ այսօր զրուցելու ենք մեր հյուրերի հետ։ Մեր համարձակ երիտասարդներ։ Այո, որոնք նաև առիթ ունեցան մինչև մեր բուն եթերը ներկայացնել որոշակի վիճակագրություն եւ պատմել, թե ինչ ինտենսիվ աշխատանքներ են նրանք իրականացրել։ Առաջարկ Հայաստանին ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչներ Շանթ Թանգամանյան եւ Հռիփսիմե Բաղիկյան։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ես վստահ եմ, որ յուրաքանչյուրդ, երբ որ կազմում եք ծրագիրը ու մտածում եք, ահա, հիմա գնանք Առաջարկ Հայաստան նախագծին այս ամենը առաջարկելու ներկայացնելու, մի այսքան նույնիսկ չեք մտածում, կարողա չընդունվի կամ կարողա չստացվի։ Չգաք մեզ մոտ եթեր վաղ առավոտյան։ Որովհետև Առաջարկ Հայաստանի նախագիծը ինքը իրենից ներկայացնում է մի հզոր շարժիչ։ Յուրաքանչյուրիդ նախագիծը, յուրաքանչյուրիդ գաղափարը առաջարկում է այդ շարժիչի մի դետալ, եւ հենց այդ դետալների շնորհիվ շարժիչը աշխատում է շատ ճիշտ եւ հասնում է իր արդյունքների։ Նախ շնորհակալություն ձեզ եւ ձեր ընկերներին, երիտասարդներին, ովքեր որ անդրադարձել են շատ կարեւոր թիրախային թեմաներին, որոնք արժան են ամենակարևոր մեծ ուշադրությանը եւ հարցի լուծմանը։ Եվ իհարկե Առաջարկ Հայաստանի նախագիծը հենց այն նախագիծն է, որը որ լուծում է տալիս, տվել է եւ կտա բոլոր հարցերի լուծումները։ Շնորհակալություն ձեզ։ Հիմա նա պատմեք դուք ձեր կատարած բուն աշխատանքի մասին։ Շնորհակալություն ձեզ մեզ հրավիրելու համար։ Ինչպես սկսեց մեր ծրագիրը, ոնց մենք մասնակցեցինք, երբ որ տեսանք, որ Առաջարկ Հայաստանի ծրագիրը առաջարկները ուզում լսի երիտասարդներից, այո, երիտասարդի խոսքը վերջապես ինչ-որ միտեղ բարձրաձայնելու հնարավորություն կա, եւ տեսնելով պարոն Ծառուկյանի կողմից տարիների ընթացքում կատարված աշխատանքը, մենք մասնակցելու հայտ ներկայացրեցինք ու հաշվի առնելով են բոլոր վիճակի ինչ որ կար մեր երկրում, ի զարմանս մեզ մենք անցանք, հաղթեցինք եւ այդ պարոն Ծառուկյանի հետ հանդիպումից հետո այդ կանաչ լույսը ստացանք, որ պարոն Ծառուկյանը մեզ ասեց ունեք կանաչ լույս, սկսեք եւ ես ձեր կողքին եմ։ Ու տեսել է դարձել։ Այո, շատ մեծ հեմանկետ կարելի է տենց էլ դաժե բնութագրել։ Եվ երբ որ հանդիպումն եղավ արդեն ստացանք այդ կանաչ լույսը, սկսեցինք աշխատանքները։ Նախ առաջինը սկսեցինք տեղեկատվական դաշտում, նաև բաց դաշտերից, ոչ օֆիցիալ տեղերից հայտարարել, թե ինչ վիճակագրական տվյալներ կա մեր երկրում։ Նո օֆիցիալ ձեր ուղղությունը, ձեր ծրագիրը թմրանյութերի դեմ պայքարն է, այո։ Հետաքրքիր է նաև վիճակագրությունը կներեք, որովհետև մենք պատկերացնում ենք, որ իսկապես բարդ եւ այսպես կարևոր խնդրի առաջ ենք կանգնած, եւ ինչպես նշեցինք, իսկապես եկել է այդ առաջարկների ժամանակը։ Մենք պատկերացնում ենք ինչ իրավիճակ է, բայց սա այն հարթակն է, որտեղ նաև պետք է լսենք, թե ինչ վիճակագրության մասին է խոսքը, որովհետեւ պատկերացնենք մասշտաբը խնդրի։ Եվ ըստ վիճակագրական տվյալների օֆիցիալ մեր երկրում անցած տարիների ընթացքում կա 20-25% աճ թմրամոլների քանակի աճ, այսինքն եթե թվերով հաշվենք 800-ից 900 հոգի ամեն տարի ավելացում ունենք, դա ըստ գերանցված հիմնադրամների, հա, դա նարկոլոգիական, պաշտոնական, նարկոլոգիական կենտրոնների, պետական, ոչ պետական։ Վախենում եմ պատկերացնել ոչ պաշտոնական։ Կատաստրոֆա է ոչ թվագրություն։ Այո, ահավոր վիճակ է, ու վատն է նա, որ թմրանյութերի աճը երիտասարդների շրջանում է մեծանում։ Դա դպրոցներից սկսած կրթական հաստատություններ եւ հետկրթական նաեւ ոլորտներում ու ոնց որ այս ոչ օֆիցիալը կարանք ասենք երակի անգամ շատ է
հա։ Այսօր մենք տեսնում ենք, թե հիվանդանոցներում ինչ վիճակ է, ես ինքս լինելով բժիշկ, վիրաբույժ, ամեն օր համարյա առնչություն եմ ունենում դրա հետ։ Ու երիտասարդների շրջանում այս քանակը, որ բարձրանում է, դա սերնդի որակի անկման հետ է պայմանավորված։ Այսինքն, եթե չկա առողջ սերունդ, չի լինի առողջ հասարակություն, չի լինի նաև պետություն։ Այսինքն, սա պետական անվտանգության հարց է։ Ու մեր հարցը հենց առաջինն էր, որ եթե սրա դեմը չառնենք, ապա պետությունը կործանման եզրին է կանգնած։ Շաշված արտաքին վտանգները, ներքին վտանգները, շատ լուրջ առողջական, սոցիոլոգիական, տնտեսագիտական, իմ ընկերը սոցիոլոգ է, ինքը կփաստի, սոցիալական աշխատող։ Դա միշտ շեշտում են եւ կարեւորում, եկեք սոցիալական աշխատողը պատմի հենց այդ սոցիալական ասպեկտի մասին, շատերը նաեւ չեն պատկերացնում ինչ մասնագիտություն է դա։ Այո, իրականում նախ ողջունում եմ բոլորին եւ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, դրա մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, որովհետեւ դա շատ մեծ խնդիր է, նախ առաջին հերթին իրազեկված չլինել, չպատկերացնել առաջին հերթին մասնագիտության մասին, երբ որ ես ընդունվում էի դեռևս 3 տարի առաջ, իդեպ Երևանի պետական համալսարան, սոցիոլոգիայի ֆակուլտետ, երբ որ ես ընդունվում էի, ամենևին շրջապատում պատկերացում չունեին բացարձակապես մասնագիտության մասին, հավանաբար կողքից կարծիքներ հնչեցին, թե ուր ես գնում, դա ինչի դա պետք, աշխատանք եւ այլն, բայց ես քաչ գիտակցելով ուր եմ գնում, ինչի համար, նաեւ խորհուրդներ իմ ավագ ընկերներից, ովքեր արդեն ոլորտում էին, ես հաստատակամ ընտրեցի, որ սա է ուղին, որպես ճիշտ բառով, մեկ բառով կարող եմ ասել ամենամարդասեր մասնագիտությունն է սոցիալական աշխատանքը։ Բժշկությունից առաջ։ Առաջ գուցե։ Ամենամարդասեր մասնագիտությունն է, որի հիմքում ընկած է ամենամեծ գաղափարը սա է, մարդու կյանքը բացարձակ արժեք է, որտեղ յուրաքանչյուր անգամ մեկ փրկված կյանք մենք համարում ենք մի ամբողջ ապագա։ Ու լինելով որպես ապագա սոցիալական աշխատող, երբ տեսա առաջարկ Հայաստանի նախաձեռնության ծրագիրը, միանգամից ինձ պատկերացրի ոլորտում, որովհետև նշված էին 5 թեմաներ, նշեմ, որ ես 5-ից 4-ը ներկայացրել եմ, թե երիտասարդների արտագաղթը, թե ինչպես անել, որ հետ գան, միայն սպորտին չեմ անդրադարձել եւ իհարկե ամենամեծ էնտուզիազմը նվիրել եմ հենց պայքար թմրամոլության դեմ, համարելով դա նաեւ իմ մասնագիտական պայքարը։ Անկախ նրանից ինչ մասնագետ ես, ես կարծում եմ, որ ամբողջ հասարակությունը պետք է պայքարի այս դարի չարիքի դեմ, որովհետև սա, ինչպես պարոն Ծառուկյանն է բազմիցս անգամ նշել, սա չարիք է, սա դարի հիվանդություն է, որը պարզապես հիմնահատակ քայքայում է մեր հասարակությունը։ Եւ ինչպես մեծ սիրով ակտիվությամբ եւ մասնագիտական գիտելիքներս հաշվի առնելով եւ այն գաղափարը, որ մենք ուղղակի պետք է ունենանք արժանապատիվ հասարակություն, մենք ուղղակի պետքա դուրս գանք այս ամեն ինչից, պետքա յուրաքանչյուրս մեր ներդրումը ունենանք, պայքարենք, ես ներդրեցի մասնագիտական գիտելիքներս, կյանքի փորձը ինչու՞ չէ նաև ու մասնակցեցի ծրագրին, բայց ավելի քան վստահ էի, որ գուցե ոչ ինչ որ որպես այդպեսին շատ մեծ մրցանակ, ինձ համար մրցանակը արդեն մասնակցությունը, ինձ համար արդեն մրցանակ էր կարելի ասել, այն որ երիտասարդի ձայնը այսօր լսելի է, այն որ այսօր երիտասարդը կարողանում է իր միտքը, իր գաղափարը հանրայնացնել եւ իր հասարակության համար թեկուզ մի տոկոս օգուտ տալ, ես դա արդեն համարում եմ հաղթանակ։ Ու երբ արժանացա արդեն մրցանակին, հասկացա, որ սա իսկապես այն լույսն է, այն ճանապարհն է, որը ինձ տանելու է դեպի ավելի մեծ տեղ, ավելի մեծ ճանապարհներ է բացելու իմ առաջին հերթին որպես մասնագիտությամբ։ Համարում եմ սա իմ նաև մասնագիտական պայքարը, այո, դա ինչպես նշեցի, անկախ մասնագիտությունից, յուրաքանչյուր մարդ պետք է սրա մասին մտածի, պայքարի, անկախ մասնագիտությունից, որովհետև այս չարիքը ուղղակի կործանում է մեզ։ Եթե չկա երիտասարդություն, ապա չկա ապագա, քանզի այսօրվա երիտասարդությունն է լինելու վաղվա ապագան։ Այսօր ցավոք սրտի շատ-շատերը մտածում են, որ ավակ սերունդը, ովքեր որ ունեն կյանքի մեծ փորձ, ունեն ավելի շատ գիտելիք, քան թե երիտասարդները, ըստ շատերի, ավելի լավ առաջարկներ կարող են տալ, հարցին լուծում շատ արագ կարող են տալ, բայց ես պարզապես վստահ եմ մի բանը, որ այսօրվա երիտասարդը ավելի համարձակ է եւ նա ավելի, եկեք անկեղծ լինենք, նա ավելի լավ գիտի թե ինչը իրականում պետք է։ Եվ առաջարկ Հայաստանի նախագիծը
տալիս է ու տվել է այդ հնարավորությունը երիտասարդին լսելու, որովհետև երիտասարդի ուղեղը աշխատում է այլ կերպ 180 աստիճանով, նամանավանդ 21-րդ դարի այս հիմիկվա երիտասարդը մտածում է այլ կերպ եւ ուրիշ լուծում է տալիս։ Ես ասում եմ երիտասարդները։ Ու ամեն ինչից հետո առաջարկ Հայաստանի նախագիծը տվել այդ ֆանտաստիկ հնարավորությունը ձեզ լսելու ու խնդիրները լուծելու։ Դուք ունեք մեխանիզմներ, դուք ունեք բանալիներ, որոնք հարցի լուծում կտան այլ կողմից։ Եթե հնարավոր է շատ արագ, հա, սկսենք թմրանյութի դեմ պայքարից, ունենք ինչ-որ նոր մեխանիզմ կամ նոր բանալիներ, որոնք ըստ ձեզ կտան այդ լուծումը։ Իհարկե, երիտասարդությունը ուժ է, ավելի ավագ սերունդը իմաստություն, եւ երբ որ դրանց համադրումը լինում է, ապա աշխատանքը լինում է ավելի արդյունավետ, ավելի կոնկրետ, հստակ քայլերով եւ հստակ նպատակներով, նաեւ արդյունքներով։ Եվ ոնց եղավ, որ մենք սկսեցինք, առաջինը սկսեցինք համագործակցել մեր ավագ ընկերների հետ, լսելով իրենցից խորհուրդներ, ուղղություններ, թե ինչ ուղղություններով կարանք մենք շարժվենք, նաև մեր առաջարկներն արեցինք եւ այս ամեն ինչի համադրությունը, կոնսենսուսը բերեց նրան, որ մենք սկսեցինք առաջինը թմրանյութի դեմ պայքարի ժամանակ ծրագրի իրականացման ժամանակ իրականացնել ֆլեշ մոբեր սոցիալական հարթակներում տեղեկատվական աշխատանքներ, երբ որ ֆլեշ մոբը սկսեցինք, երբ որ բուկլետների տարբերակով ներկայացնել հանրությանը Երևան քաղաքում դեռ, ապա մեծ արձագանք ստացանք, երբ որ մարդիկ, այո, դեռ մարզեր ենք միանշանակ ամբողջ Հայաստանով եւ մեծ արձագանք ստացանք ու շատ դրական արձագանք ստացանք մարդկանցից, երբ որ մարդիկ մեզ ոգևորում էին, ասում էին, ապրեք, որ sense բան եք անում, այո, սա չարիք է, մենք տեսնում ենք, թե ոնց հարակից դպրոցներում, մանկապարտեզներում թմրանյութեր են տեղադրվում, այդ դիլեր կոչվածների կողմից եւ այս աշխատանքի միջոցով եւ մեծահասակների եւ երիտասարդների շրջանում մենք փորձեցինք ինչ-որ մի բան հասցնել մարդկանց, որ ժողովուրդ ջան, սա չարիք է, սա աղետ է, սկզբում լավ է, հետո շատ է վատանում, հետո այդ վատնանալը տանում է ծայրահեղ քայլերի։ Տեսեք, մենք ունեցել ենք աղետ տարիներ առաջ, այդ աղետը կարա կրկնվի, կարմիր էր, սա սպիտակ է, այդ ջարդ ասվածը։ Մի բան էլ կուզենայի ավելացնել, ինչ պատմական ակնարկ, էլի։ Չինաստանը 150 տարի առաջ ունեցավ երկու օփիոիդային պատերազմ։ Այդ օփիոիդային պատերազմը ինչով էր նախատեսված, եւ երբ որ չինացիներին թմրանյութերի, զանգվածային թմրանյութերի վրա այսպես կոչված նստացրեցին, եւ երբ որ եկավ անկախանալու պահը եւ սկսվեց պատերազմ, իրանք ուղղակի ջարդվեցին բրիտանացիների դեմ պատերազմում։ Այսինքն պարտվեցին, կորցրեցին տարածքներ, կորցրեցին ինքնավարություն, ոնց որ հիմա մենք ինչ-որ ներսից ախտահարվելով, այո, կորցրեցին իրենց եւ ունեցանք։ Հիմա մեր այս բոլոր քայլերը ինչ-որ միտված է ֆլեշ մոբների տեղեկատվական դաշտում լայն աշխատանքի դեռ այլ ծրագրեր իրականացնել ապագայում միտված է լինելու մարդկանց գիտակցությունը բարձրացնելու, որ ժողովուրդ ջան, պետք չի սրան գնալ։ Սա չարիք է, սա աղետ է եւ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։ Մի քանի օրվա հաջողություն։ Թանգարներն եմ հյուրը Հռիփսիմե Վաղեկյանը, շնորհակալ ենք շատ դուք այն երիտասարդները, ովքեր որ առաջարկ Հայաստանի նախագծի շնորհիվ մաքսիմալ հնարավորությունների սահմաններում իհարկե կհասնեք այն հաջողություններին, այն ձեռքբերումներին, որոնց կարիքը մենք շատ ունենք։ Սա այն ուղղություններն են, որոնց համար պետք է ահռելի մեծ աշխատանք տալ ու դուք մեծ ընտանիք եք, մեծ ընկերներով, ովքեր որ հավաքվել են տարբեր գաղափարների շուրջ։ Գաղափարը մեկն է՝ լինել երջանիկ, ունենալ այն պատկերացրած երազելի Հայաստանը, որի մասին մենք բազմիցս խոսում ենք։ Հենց ձեր նման մարդկանց շնորհիվ, իհարկե առաջարկ Հայաստանի նախագծի գլխավորությամբ։ Շնորհակալ ենք շատ։ Ես վստահ եմ, որ ձեզ կհանդիպենք, կհյուրընկալ ենք կրկին ու այլ երիտասարդներին խոսենք մյուս թեմաների շուրջ։ Ձեզ նույնպես շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Մեր երիտասարդներին կոչ անել, որ միանան մեր պայքարին, սա համընդհանուր պայքար է, որովհետև կյանքը ընտրություն է կամ ընկնել կամ կանգնել, կյանքը նաև պայքար է, պայքար հանուն վաղվա առողջ եւ արժանապատիվ ապագայի, եւ մենք ընտրում ենք այդ պայքարը լինելու է միջև վերջ, հանուն մեր բոլորի լուսավոր պայծառ ապագայի։ Սիրելի երիտասարդներ,
Հիշեք, որ վաղվա լուսավոր պայծառապագան այսօր մեր ձեռքերում է։ Այս երիտասարդներ շնորհենք ունենալու մենք կարգին Վստահաբար, Հայաստան։ վստահաբար։ Մտածում ենք։ Ունենալու Հայաստան ենք մասին երազում ենք։ Այո, ունենալու ենք առաջարկ Հայաստանին, ոչ թմրամոլությունը։ Այո, առհասարակ առաջարկ Հայաստանի նաև շատ ու շատ այլ նախագծեր ունի, որտեղ թե երիտասարդները, թե ավագ սերունդը, թե բոլոր շրջանի մարդիկ ներգրաված են։ Շնորհակալ ենք մեր հեռուստադիտողներին, որոնք այսօր եղան մեզ հետ։ Մենք ավարտում ենք Բարի լույսի ծրագիրը, բայց մնացեք Կենտրոն հեռուստաընկերության եթերում։ Դες լավ։